Հաճելը մի բան ակնհայտ է, որ այս իշխանությունները ի սկզբանե փորձում են մանիպուլացնել ընտրության արդյունքները, որովհետև արհեստականորեն վաղարշապատ խոշորացված համայնքին միացավ խոյը, որը արդեն խոշորացված էր, այսինքն առանձին համայնք էր, իսկ նպատակն այն էր, որ իրենց թեկնածուն խոյում համայնքապետ է եղել եւ հույս ունեն ավել ձայներ ստանալ։ Սա որ այս գործընթացը որքանով է խանգարում ընտրական process-ներին եւ որքանով է ձեր գնահատմամբ ստացվելու իրենց մոտ այս մանիպուլյացիան։ Այո, Խոյ համայնքը նախ 21 թվականի, երբ որ համայնքների խոշորացումը տեղի ունեցավ, Վաղարշապատ համայնքի միացավ 1 գյուղական բնակավայր, Ոսկեհատ բնակավայրներ, այնուհետև 17 գյուղ միացրեցին եւ ստեղծվեց Խոյ համայնքը։ ՔՊ-ն Էջմիածին քաղաքում չունենալով, լինելով իշխանության, չունենալով գեթ 1 թեկնածու, կարողանալով գտնել գեթ 1 թեկնածու, որոշեցին գնալ այլ ճանապարհով։ Խոյ համայնքը միացնել Վաղարշապատ համայնքը, Էջմիածնի Վաղարշապատ համայնքին, ինչա թե իրենց սրտի թեկնածուն Խոյ համայնքի բնակիչ է։ Այսինքն այս տրամաբանությամբ եթե Վեդի քաղաքի բնակիչ լիներ, վստահ Վեդին էին միացնելու կամ ասենք օրինակ Ղափանի Լավ Մեղրին չի։ Հա, հաստատ տենց էին անելու։ Չնայած Մեղրին ուզում են հանձնել, դժվար միացնել։ Դե միացնեին, որ ավելի հեշտ հանձնեին, հա։ Այս տրամաբանության մեջ են անել, իրենք ոչ թե դարել են գյուղացիների շահերից ելնելով, դա իրենք այսօր գյուղացիներին նայում են որպես ձայնի։